Բարև ձեզ սիրելի երևանցիներ, համաքաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, այս պահին գտնվում եմ մարզահամերգային համալիրի դիմաց, ապրիլի 24-ին ընդառաջ, հայոց ցեղասպանության հուշահամալիրի դիմաց, մարզահամերգային համալիրին, ապրիլի 24-ին ընդառաջ, որտեղ որ պետք է մեր հայրենակիցները գան իրենց խոնարհումը անեն, ծաղիկներ դնեն զոհերի հիշատակներին եւ տարբեր հյուրեր դրսից, ինչքան էլ որ այս ժամանակավոր կառավարությունը ցանկություն ունի մոռացության տալ հայոց մեծ եղերնը, ուրեմն ապրիլի 24-ին մնացել է մի քանի օր եւ հիմա ես ուզում եմ ձեզ ցույց տամ այս մարդիկ, այս ոչ կոմպետենտ, ոչ լեգիտիմ, հայրենիքը չսիրող, Երևանը չսիրող մարդիկ ինչ վիճակում են դիմավորելու հյուրերին կամ հենց այսպես ասած մեր քաղաքացիներին, երևանցիներին, հայրենակիցներին, 100 հազարավոր մարդիկ են գալիս, իրենց խոնարհումն են անում եւ իրենք ծաղիկներ են տեղադրում։ Հիմա մարզահամերգային համալիրի դիմացի, այսպես ասած, գետնանցումն է։ Հիմա ուզում եմ ձեզ ցույց տամ այս խայտառակ իրավիճակը։ Այսպես, սա մարզահամերգային համալիրն է։ Մեկ գետնանցում գոյություն ունի այստեղ, որտեղից որ այս 100 հազարավոր քաղաքացիները, այս մեր 100 հազարավոր քաղաքացիները պետք է գան եւ բարձրանան հուշահամալիր։ Հիմա եթե սա մարդկային ինչ-որ մի ձև կարելի է ընդունել, հասկանալ, ինչ են անում այս մարդիկ Երևանի հետ, խնդրեմ դուք գնահատականը տվեք։ Սա մարզահամերգային համալիրի գետնանցումն է։ Սա զուգարանն է, խնդրեմ։ Ժողովուրդ ջան, սենց այստեղից չեմ կարող բացատրեմ ինչ վիճակում է գտնվում հիմա մեր քաղաքացիները այս կերպ, այսպես ասած, շնչելու ոչ մի հնարավորություն չկա, այստեղ խայտառակ իրավիճակ է։ Սա զուգարանն է անցումի։ Այս վիճակն է, այս մեր քաղաքացիները այս հրաշք գետնանցումով փորձում են անցնել։ Հիշեցնեմ քաղաքացիներին, որ սա մարզահամերգային համալիրի դիմաց ապրիլի 24-ին ընդառաջ գետնանցումն է։ Այս կարգի գետնանցում ունենք։ Հիմա քաղաքացիներից մեկը մեզ ասում էր, որ անկախատեսելի անձրևներից ամեն տարի հիշում ենք, որ ապրիլի 24-ին ընդառաջ անձրևային եղանակ է լինում եւ այս գետնանցումը վերածվում է այսպես ասած լողավազանի, խնդրեմ, նայեք, ամբողջը խցանված է, ամբողջը։ Եվ հիմա ձեզ ուզում եմ ցույց տալ, որ քաղաքացիները իջնում են, որ կարողանան այս գետնանցումից օգտվել։ Այս գետնանցումն է, եթե սա կարելի է կոչել գետնանցում, ու այս կարգի
գետնանցումով պետք է 100,000-ավոր քաղաքացիները, երևանցիները, հայրենակիցները շարժվեն դեպի մարզամերգային համալիր իրենց պարտքը կատարելու։ Հիմա էլ ավելի խայտարակ վիճակ ցույց կտամ այստեղ։ Այս ժողովրդի փոխանցած բարեմաղթանքները չեմ ասի, որովհետև էսա ժողովուրդ ջան, սա այս վիճակն է։ Մենք հասել ենք այն վիճակին, որ գետնանցումը վերածվել է եւ հայտարարակ իրավիճակի, այստեղ կամած խոսենք, մարդ քնած է,